Սիրելի հայրենակիցներ, այս թեմայով այս ամբիոնից խոսում եմ առաջին եւ վերջին անգամ։ Չէի մտածի, որ երբևէ կմոտենամ ու կբարձրաձայնեմ այն ամենը, ինչի մասին պետք էր լռել։ Չեմ խոսել այդ մասին 6 տարի, հիմա էլ հուզմունքը երևի թե առաջին անգամից դժվար է զսպել։ Բայց երբ որ ընդդիմության ներկայացուցիչները դավադրաբար ասեմ, չիմացության պատճառով ասեմ, բայց երբ որ հետևողական ժխտում են, թե ինչ է արվել գերիների ու պահվող անձանց վերադարձի մասին, երբեմն լռելը շատ դժվար է։ Մտադիր էի նախորդող նիստերից տիկին Սյուզաննային մոտենալ, ընկերաբար խորհուրդ տալ, ասել ինչը ոնց պետք է անել, բայց այսօր այդ էմոցիաները գերակշռեցին։ Լիահույս եմ, որ գործընկերը դեռ բավարար տեղեկատվություն չունի այդ ոլորտում, եթե սխալ եմ կներեք, բայց առնվազն տիկին Գալստյանը տեղյակ է, թե ինչ է արվել, կամ ինչպես է արվել։ Եվ դուք համարձակվում եք ասել, որ ներկայիս իշխանությունը գերիների վերադարձի համար ոչինչ չի արել։ Տիկին Սյուզաննա, ասում եք, ինչ եք տեսել նախորդ գումարման ազգային ժողովում։ Գործընթացները սկսվել են 2020 թվականից։ Պատերազմի օրերին, դրան հաջորդող ընթացքում, երբ որ խորհրդարանական իմ գործընկերները բոլորը անխտիր, որոնք տարբեր բարեկամական խմբերում էին, բոլորին անխտիր օրական նամակներ, ելույթներ, ամեն ինչ արել է, բայց հերթով փորձեմ տեղավորվել եւ ասել։ Գործընթացը սկսվել է այն ժամանակ, երբ ձեր տներում դուք հանգիստ նստած էիք։ Ափսոս պարոն Մխիթարյանը գնաց, հարցրեք, ինչ կա Շիրակի մարզում եւ Գյումրիում։ Լսած կլինեք Խծաբերդի կամ հին թաղերի դեպքերի մասին։ Դեպքերից երևի ժամեր անց ես եւ մեր ֆրակցիայի մեկ այլ գործընկեր, որը հիմա այլ քաղաքական հայացքներ ունի, բայց ճշմարտությունը պետք է ասել, մեկնել ենք Ղարաբաղ, եղել ենք հարազատների հետ, այնտեղ օրեր շարունակ։ Գործընթացը եղել է ծանր, շատ ցավոտ։ Այդ մասին երբեք այս ամբիոնը չի օգտագործվել, երբեք չեն խոսել, որովհետև այդ մասին բարձրաձայն չեն խոսում, այդ մասին կիսաձայն չեն խոսում, այդ մասին լռում են ու գործ են անում։ Ու այդ առաքելությունը ստանձնել է իշխանությունը ու կառավարող թիմը ամենօրյա ռեժիմով։ Ես աշխատանքի բերումով վերջին 3 տարիներում բոլոր միջազգային հանդիպումներում տեսել եմ, թե այդ հարցը ինչպիսին է եղել հայրենի իշխանությունների օրակարգում։ Շատ բան չեմ կարող ասել։ Այդ թվում շատ երկկողմ հանդիպումներում։ Չգիտես ինչի այդ քաղաքական ամնեզիան ձեռագիր է դարձել։ Կհիշեք 2023 թվական դեկտեմբերի 7 Հայաստանի վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, այնուհետև ազատ արձակված 32 գերիները։ Տիկին Գալստյան, ասում եք չեմ հիշում 2 տարի առաջ էին վերադարձել գերիները, վերջինը այս տարի հունվարին է եղել։ Ես օրերը անգիր եմ հիշում, որովհետև հատկապես Խծաբերդի ու հին թաղերի վերադարձած յուրաքանչյուր անձի դիմավորել եմ ինքս օդանավակայանում։ Չեմ խոսել, կամերաների առաջ չեմ ասել, էմոցիոնալ ծանր է եղել։ Երբ որ հարազատները առաջին իմ հեռախոսով են խոսել իրենց հետ։ Դժվար է ինձ խոսել այս թեմայով, որովհետև եղել է լուր աշխատանք, երբ որ դուք պարզապես ամբիոններից ելույթ եք ունեցել, սա մարդկանց ճակատագիր է։ Գնացեք Շիրակ եւ 62 վերադարձած գերիների հարազատների հետ խոսեք ինչպես է եղել, ինչ գործընթաց է եղել։ Հիմա եկել ստեղ ամբիոններից ելույթ եք ունենում։ Կարող եմ տամ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների խոշտանգման հանձնաժողովի տվյալները, նամակները, գրությունները, տեսեք ինչ է կատարվել։ Այս մասին պետք չէր խոսել, բայց դուք ստիպեցիք։ Դաշնակցությունը ասում է Հայաստանի սահմանից անդին մենք միշտ գործել ենք միասնաբար։ Լուրջ եք ասում։ 2021 թվական սեպտեմբերի 27 Ստրասբուրգ։ Պատերազմից 1 տարի անց։ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության մասին բանաձև ընդունվեց։ Հայաստանի պատվիրակությունից կողմ քվեարկեցին Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Նազելի Բաղդասարյանը։ Կողմ չքվեարկեցին դաշնակցական գործընկերները։ Կողմ չքվեարկեցին Ադրբեջանի պատվիրակները եւ Թուրքիայի։ Դատողությունը թողնում եմ ձեզ։ Եվ ամեն անգամ, երբ որ այս մարդկանց ողբերգությունը դուք փորձում եք կապիտալիզացնել, քաղաքական կապիտալ սարքել, դուք ընդհանրապես ժամավաճառությամբ եք զբաղվում։
մի մարդկանց ողբերգությունը բերեք այս ամբիոն ու դարձրեք ձեզ համար քաղաքական խոսույթ։ Իրապես ամոթ է։ Սիրում եք վկայակոչել Տիկին Գալստյան, տարբեր կառույցներ, զեկույցներ, մոտեցումներ, ուզում եմ ձեր կարծիքը անձնապես իմանալ, թե նախորդ տարի սեպտեմբերին, երբ ՄԻԵԴ-ը մարտի 1-ի գործով վճիռ կայացրեց, որտեղ անհամաչափ ուժի կիրառման արդյունքում արձանագրվել էր նաև կոնվենցիոն երկրորդ հոդվածի խախտում կյանքի իրավունքի։ Այնուհետև արձանագրվել էր, որ արդար եւ արդյունավետ քննություն չի իրականացվել, ձեր գնահատականը ինչպիսին է, ուզում եք ստանձնել Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Պատրաստ եք ներողություն խնդրել։ Իդեպ այդտեղ խախտվել էր, եթե չեմ սխալվում, նաև կոնվենցիոն 38-րդ հոդվածը, որ բավարար տվյալներ չէին տրամադրել ՄԻԵԴ դատարանին։ Խոսում եք մարտի 1-ի մասով, մարտի 1-ը կազմակերպել, հետո գնալ երաշխավորություն տալ։ Մի տեսակ անտրամաբանական է։ Խոսում եք խոսքի ազատության մասին, դաշնակցությունը, սիրելի ժողովուրդ։ Ուրեմն 2008 թվականին մամուլի ազատության ինդեքսը 102 էր, 102, մամուլը ավարտվում էր, ազատությունը ավարտվում էր, գալիս էր Հայաստանը։ Հիմա մեզ եկե հասել եք, այս տարի 16 կետով նվազել է։ Նախորդ տարի եղել է 34-րդ կետում, որը պատմականորեն ամենաբարձր կետում եղել է, իսկ ինչու է այս տարի 50-րդ կետում։ Որովհետև կառույց արձանագրել է, որ Հայաստանում քաղաքական բևեռացվածությունը մամուլի ծայրաստիճան է, երբեմն տարբեր բիզնես շահերի հետ փոխկապակցվող։ Որովհետև մամուլի իրական սեփականատերերը չեն երևում, որովհետև ֆինանսական թափանցիկության մեխանիզմները արդար չեն գործում։ Եվ երբեմն իրական սեփականատերերը ազդեցություն են ունենում խմբակազմերի վրա։ Իդեպ ներկայացնեմ, որ պատմականորեն ամբողջ աշխարհում վերջին 25 տարվա ընթացքում ամենանվազ շեմում է մամուլի ազատությունը ամբողջ աշխարհում։ Եվ հիմա դուք եկել եք ինչ եք ասում։ Դրա մեջ ձեր մեղքի բաժինը չկա։ Ինչու, որովհետև իհարկե ամբողջ աշխարհում կան հիբրիդային սպառնալիքներ, իսկ հիբրիդային սպառնալիքների արբանյակները նստած են այստեղ եւ այստեղ։ Մարդիկ, ովքեր ամեկ պլյուս են եթերազրկե, եկե խոսում են մամուլի ազատությունից։